Հեսա կարասնա, ես առել ենք իմ հերնա առել կարասը, կարասի կեսը թաղում են հողի մեջ, հետո այս վերանը ենեց են պագը, որ պանչիլի, կինին չպաչան, տախտակա տնում էին, գոժո խմորով բանով սարքամ, պլաստիլինով պագամ, որ կինին չպաչան, որ սա եթե բացում էր, պետք է կինին այդ լրիվ օգտագործել էր, գա ուրիշ տարայի մեջ էր, եթե մի օր մնացել էր, էլ տակինի չէր, քացախ էր դառնում։ Առաջ օրինակ 6 երեխեք ունեցել իմ հերը լրիվին էլ ամուսնացել է 250 հոգի հարսանքի համար գինի էին պատրաստում, որ ստեղծարային սարքում, առաջ չկար այդ ճաշարանապանը, մարդիկ իրաց դրան ու հարսանիքն անում են ոչ թե մի օրով, երկու օրով, այլ 2-3 շաբաթով։ Մի 2 շաբաթ, որ ես մասնակցել եմ այդ հարսանիքներին սարքելու լրիվ, օրող ստեղ տեղը քիչ էր, այնտեղ տեղ ենք 250 հոգու տեղ եմ սարքել, 15 օր սարքել եմ 10 օր քանդել։ Տանելու ենք, լցնելու ենք այնտեղ բանի մեջը մեշոկի, որ ջարդենք գինի անենք։ Ինչքան մեծ պետք է գինի ենք վեկալը, ինչքան մեծ բան չի, թողում ենք արդեն բանալ։ Այս ասեմ կրատով քաղում ես։ Հերվան է օրինակ խաղող չել էր, վաբշե ոչ մի տեղ խաղող չկար։ Չացել էր, հիվանդացել էր, իսկ մեկ սեր տարվանի 120 լիտր նարաղ եմ վեկալել։ Այսքան տեղից ես գադից բան։ Եվ վաճառում ենք և մեզ մհար ենք օգտագործում տենք։ Խաղելը սկսում ենք սեկտեմբերի վերջից, խաղողն ինքը ցույց է տալի, որ ճանճն սկսում է արդեն ուտիլը, պետք է խաղեց հիմա սրա ժամանակն է։ Սարեր ունենք մենք, որ գնում եմ սարմը լացում եմ, այնքան մարդ եմ ընդեղ են սարերը մկերել, խմել, մանեկել, այսօր սարերը մաքուր դատարկվել են, ոչ մի բան չկա, ոչ մարդ կա, ոչ մի բան կա, գյուղը նույնպես դատարկվել է, ինչպես ասի 850 աշակերտից 200 աշակերտ ամնում, գյուղի տների 50%-ը պարապ։ Ժամանակին ունեցել ենք մինչև 10-15 անասուն կթիկով, հերս եղել, մերս եղել, օգնել ենք, իրար հետ ապրել ենք, հիմա այսօր չկա, ոչ ենկա։ Մեշոկի, հավենեքի ենքան գինին պետք է շուտ մաքրեց, քամեց, այս հիմա այս օր էլ մնալու է վաղը, այս գինին շլանգով քաշելու ենք, որ տակին կեղտը նստում է, իրա նստվածքը տալիս է, քամենք ուրիշ ժամանի մեջ ածը, մի քանի օր մնում, մի 5-6 անգամ քամում ենք։ Այստեղ քամում ենք, Այս լցնում ենք այս ոչքի մեջը, սա արդեն արաղի մոտ իրալ է, սա արաղա այս ինչքան քամում է, իսկ այս լցնում ենք վեդրոյի մեջ, լցնելու ենք ստեղ, մի 20 օր, մի ամիս սա անընդհատ փոխելու ենք, քամելու ենք, մինչև որ պարզի արդեն գինի լի, որ տենասել իր ամանի տակը պետք է նստված չունենա, որ նստված կունեցավ, դա վատ է մար։ 5 տարվա գինի է, սպիտակ գինի է, տեն մեր տակին նստված չունի, դե քամել ենք, կրիշկով փագել, կրիշկ ենք տնում փագը, հետո մի քանի օրից հետո ծակում ենք այս բանկեն, որ ուրջում է, պլաստիլինով փագում ենք, այդ նպատակային գինի է երեխից նշանելու մար։ Որ բացեմ ինքն էլ գինի սրահարա, բացեմ ունեցել եմ, քիչ տվել եմ, օբուզելա տվել եմ, նվեր եմ տվել, հենց եմ տվել, ես էլ թողել եմ։
Շատ կարևոր բաներից մեկը հյուրասիրությունը, ասենք հենց մեր գյուղի համար ու բոլորի ընտանիքներում շատ կարևոր բան է, շատ հյուրասեր են մեր գյուղի ժողովուրդը ու դա նույնիսկ կողքի գյուղերի մարդիկ են դա փաստում։ Լավ կնա։ Գնացա։ Շատ հատկացող կնա։ Պարտադիր է, մենք դե չենք ծախում մեր համար, հյուրեր շատ ենք ունենում, հազիվել հերիքը։ Մեր գյուղը առանց պեսո կա, լրիվ, ես ինչքան ծանոթ եմ, բոլորն էլ արդար են քաշում, որովհետև այստեղ վաճառող համարյա չկա, ամենքը իրանց տան համար հավաքում են, այնքան ունենան։ Դե յուրաքանչյուր գործել դժվար է, բայց եթե մոտենանք արդեն գործին մտածելով, որ դժվար է, գործը չի լի։ Անում ենք, գործի հետ հարմարացնում ենք էլի, որ մեկը մյուսին չխանգարի։ Առանց արաղի սեղանը լավը չի լավ։ Ընդհանրապես տանը մենք էլ հացուտերից ունենում ենք, դնում ենք սեղանի։ Այնքան քիչ ենք մնացել, որ համարյա բոլորի հետ ենք տենց շատ մոտ, բոլորից ենք հետաքրքրվում, մեկը մեկին օգնում, ինչով կարա ու լավը այն է, որ պահպանվում այն, որ այստեղ մեկը մեկին ինչ-որ շահի համար չի օգնում։ Չգիտեմ ինչքան կտևի, բայց լավ որ պաշտպանվում է այդ պահպանվում։ Ես մի մանավանդ այս 3 տարվա մեջ համարյա ջահելների մի 70%-ը արդեն հարմարվել են, գործ են գտել ու բոլորն էլ այդ ուղղությամբ են մտածում գնալու։ Դե դա վատ է, իհարկե որ նայ մեզ վատ է, որ գյուղը դատարկվում է, բայց որ մարդիկ փնտրում են ավելի հեշտ ապրելու ձև, ավելի հարմար լինի, թողում են էլի գյուղը։ Ով մնում է կարող է մի բան փոխվի, էլի հույս ունենք, որ կփոխվի մի բան, մի քիչ ավելի երկար կմնա այս վիճակը գոնես։ Մեր որ մի ոչինչ կա, հոնա խնձոր Ավելի հետաքրքիր ժամանակակից բաներ է պետք մտածել։ Այստեղ եթե ասենք ցանկությունը մեծ լի գյուղում մնալու, յուրաքանչյուր ջահելի, կարան նենց բաներ մտածեն ավելի ժամանակակից, հենց թեկուս մեղվաբուծության պահով։ Այստեղ կարան նենց սարքեն խոսքի տուրիզմի գան, հազար հատ բան են սարքում, տնակ են սարքում, տակը մեղու, մեջն են մտնում, ասենք այդ հանգստացնող ինչ-որ բան է, ու տենց շատ կա էլի, սենց ուսումնասիրել, հետաքրքրվել է պետք ու ամենաառաջ կարևորը պետք է սիրով անեն ու ցանկությունը լի, ոչ թե պարտադրված, որ պարտադրված արին չի։